ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտարարեց անդամ երկրներին ռուսական զենքով զինելու մասին։ Հայաստանն այդ անգամ եւս չէր մասնակցում նիստին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, հարց ուղղեցինք պաշտպանության փոխնախարարին։ Ինչպես է արձագանքում Հայաստանը Պուտինի այդ հայտարարությանը։ Մենք ճիշտն ասած բաց ենք բոլորի հետ եւ այն պահանջարկը, որը Հայաստանի Հանրապետության պետք է, այն երկիրը, ով որ լավ պայմաններ կառաջարկի, կարծում եմ կարանք համագործակցենք։ Ռուսականի առումով ենթադրում եմ կոնկրետ, եթե ինչ որ զենք լինի, որը որ մեր կարիքները կբավարարեն, կարծում եմ որ բանակցություններ կլինի, որոշում կկայացնենք։ Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին նաև պաշտպանության բարձրաստիճանների մակարդակով, սակայն նախորոք համաձայնություն է տալիս քննարկվելիք փաստաթղթերին։ Քանի որ մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին այս պայմանությամբ սառեցված է։ ՀԱՊԿ քարտուղարը հայտարարել էր, թե կազմակերպության կազմում մնալու մասին Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի։ Փոխնախարարից հետաքրքրվեցինք, Հայաստանն այդ առումով հստակ դիրքորոշում ունի։ Ժամանակը գա դրա մասին կհայտարարեն։ Հայաստանը ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով Ռուսաստանից պահանջվում էր անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձնել օկուպացրած տարածքներից բռնի դուրս բերված եւ տեղահանված ուկրաինացի բոլոր երեխաներին։ Ինչու է տարեցտարի ավելանում պետական պարտքը եւ որ ոլորտներին է ուղղվում հատկացվում պարտքով վերցված փողը։ Ասում են 8 միլիարդ պարտք արտաքին աճել է, ինչ է կարել, նայում եմ ձեր վրա, նայում ասում եմ, նայում եմ ձեր վրա, հասկանում եմ, թե չգիտեք ինչ են կարել։ Լավ, չենք ուզում ասենք, էդ էլ ասենք, զենք են կարել։ Զենք ենք արել։ Պարտքով ենք զենք արել։ Այո, պարտքով ենք զենք արել, ինչի, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից։ Ըստ փոխնախարարի ռազմաարդյունաբերության ոլորտում 400 միլիոն դոլարի կնքված պայմանագրեր կան։ Փոխնախարար Սարգսյանը համարում է, որ ռազմաարդյունաբերությունը Հայաստանում բավականին մեծ քայլերով առաջ է գնում։ Սարգսյանը հայտնեց, թե Հայաստանին մատակարարվում են ռազմաարդյունաբերական արտադրանքներ։ Որոշ շապրանքներ կան, որոնք որ դեռ ընթացքի մեջ են եւ կարծում եմ, որ հետագայում էլ ավելի մեծ արդյունքներ կունենանք։ Անընդհատ աշխատանք է ու մենք անընդհատ աշխատանք պետք է անենք, որպեսզի արդիականանանք։ Այսինքն չկա այնպիսի մի կետ, որ հասնենք ինչ-որ կետի եւ ասենք մենք այս կետով ավարտել ենք, դա մեր տեխնոլոգիաները զարգանում է ու բանակում մենք նոր տեխնոլոգիաների կիրառությունը անպայման պետք է օգտագործենք։ Ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետներն էին հայտարարել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կան հատվածներ, որտեղ հայ զինվորները իրենց դիրքեր կարող են հասնել Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից զննում անցնելուց հետո միայն։ 2 օրվա սնունդ դրանից ավել չեն թույլ տալիս մտնելու, 2 պայստատոպ փամփուշտ դրանից ավել թույլ չեն տալիս մտնելու, մինչև չմտնի փոխարինող զինվորը այնտեղից դուրս չեն գալիս։ Ես նման տեղեկություն չունեմ, կարծեմ հարցում են իրականացրել եւ կպատասխանեն։ Ազգային ժողովի ինդիմադիրներն էին հայտնել, թե հայ-ադրբեջանական սահմանին դիրքապահների պակաս կա։ Փոխնախարարը նախ հերքեց այդ պնդումը, ապա նաև նկատեց, թեև ժամկետային ծառայության 2 տարին դարձրել են 1.5 տարի, սակայն դրան զուգահեռ ըստ պաշտպանության փոխնախարարի պայմանագրային զինծառայողների թիվն է ավելացել։ Նաիրի Մուրադյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։